Նայեք այս լուսանկարին, այստեղ մի սեղանի մոտ հավաքվել է հոգևոր հայրենիքի կրողները։ Մարդիկ, որ երբեք միասին չեն լուսանկարվել, շատ-շատերը իրար չեն էլ տեսել, բայց այստեղ 900-ական թվականների սկզբի մի լուսանկարում լուսանկարի հեղինակը Սիմոն Նահապետ Վենետիկից մեկ սեղանի մոտ հավաքել է հոգևոր հայրենիքը կրողներին։ Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, նրանք ընկերներ են եղել։ Գրիգոր Արծրունին այն կողմում, որ իհարկե երբեք չի տեսել Խաչատուր Աբովյանին, կենտրոնում Ղևոն Դալիշյանն է, այն կողմում Նալբանդյանը, Ռաֆին, ապա Գրիգոր Արծրունից հետո այս մյուս կողմում Ռաֆայել Պատկանյանը, սա հոգևոր հայրենիքն է։ Ես ուզում եմ այսօր խոսել հայագիտության մասին։ Այն գիտության, որը հոգևոր հայրենիքի հետապնդումն է իրենից ներկայացնում։ Հետապնդումը, այսինքն նպատակը, հայտնագործումն է Հայաստանի։ Եվ այստեղ կենտրոնական դեմքը մեզ համար, որից կարող ենք սկսել, Ղևոն Դալիշյանն է, որ ծնվել է 1820 թվին և վախճանվել 81 տարեկան 901 թվին։ Ղևոն Դալիշյանը երբեք չի եղել Հայաստանում։ Նա չի տեսել Հայաստանը։ Իր ամբողջ կյանքը նա անցկացրել է Արևմուտքում, հիմնականում Վենետիկում, թարգմանություններ է արել Շիլլերից, Լոնգֆելդոյից, գրել է բանաստեղծություններ, առաջին հայրենասիրական բանաստեղծությունները Ղևոն Դալիշյանինն են, Բլբուլ Նավարայրի և մնացած մյուսները, բայց Ալիշյանը մեզ համար թանկ կերպար է, որպես հայագիտությունը սկզբնավորող։ Ալիշյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր, պարգևատրվել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգևով պատվո լեգիոնի շքանշանով, Եվրոպայում էլ ուներ ճանաչում։ Եվ ինչով էր նա զբաղված։ Նա կրում էր իրենում Հայաստանը։ Մի իրականություն, մի աշխարհ, որտեղ ինքը չէր եղել, և դա կրում էր հոգեպես։ Աշխարհագրություն, Հայաստանի աշխարհագրությունը, Սիսվանը դա կարող է լինել, Շիրակը կարող է լինել, Արարատը, Ալիշյանը նկարագրել է ամենայն մանրամասնությամբ։ Մի շրջան նա եղել է բազմավեպի խմբագիրը, բազմավեպը կար իրենից առաջ, ես նախորդ իմ զրույցում հիշեցրի 1843 թվին Գաբրիել Այվազովսկու խմբագրությամբ, հետագայում Ալիշյանը 50-ական թվականներին նույնպես այս բազմավեպներ խմբագրում։ Զարմանալ կարելի է Ալիշյանի գիտելիքների, ընդգրկումների վրա, զբաղվել է հայոց հին հավատի ուսումնասիրությամբ, հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, հուշիկ հայրենյաց հայոց և այլն, և այլն։ Մի մարդ, որը չլինելով Հայաստանում, կրում էր իրենում Հայաստանը, նա կրում էր Հայաստանն իրենում որպես հոգևոր իրականություն։ Ես ուզում եմ հիշել Իսահակյանի մի խոսքը, Իսահակյանի մի զրույցը ավելի ճիշտ Ալիշյանի հետ։ Իսահակյանն ասում է պատմեք ձեր կենսագրությունը, Ալիշյանն ասում է ես կենսագրություն չունեմ։ Ինչպես։ Այո, ասում է, կենսագրություն ունեք դուք, աշխարհականներդ, գործ կնեք, դատ կբանաք, կընկնեք, կելլակ, իմ կենսագրությունը գրքե գիրք, գրքից գիրք, սա ամեն գիտնականի համար է ասված, կենսագրությունը
գրքից գիրք, ուսումնասիրությունից ուսումնասիրություն, գաղափարից գաղափար, սա էլ ճանապարհորդություն է, մեծ ճանապարհորդություն գիտության մարդկանց համար, իսկ Ալիշանի համար ճանապարհորդություն ամբողջ հայոց աշխարհով եւ հայոց պատմության միջով։ Կարելի ասել, որ հայագիտության վենետիկյան դպրոցը Ալիշանն է ի վերջո ընդհանրացնում, ունենալով իր թիկունքում բավական լուրջ ավանդություն։ Բայց թողնենք Ալիշանին այստեղ Վենետիկում եւ դարձյալ Հայաստանից հեռանանք դեպի հյուսիս, դեպի Պետերբուրգ։ Այստեղ մեր առջև կանգնում է մեկ ուրիշ պատկառելի դեմք, մի մեծ գիտնական Քերովբե Պատկանյանը։ Ծնվել է 1833 թվին, վախճանվել 1889-ին, գիտության մարդու համար կարելի ասել բավական երիտասարդ տարիքում։ Նա ավարտել էր Ստավրոպոլի հայկական ծխական դպրոցը, ինքը թոռն էր մոր կողմից Հարություն Ալամդարյանի, այն Ալամդարյանի, որը Ներսիսյան դպրոցում Խաչատուր Աբովյանի ուսուցիչն էր։ Պատկանյանների տոհմի, կարելի ասել, ամենանշանավոր ներկայացուցիչն է Քերովբե Պատկանյանը, որպես գիտության մարդ հայագիտությունը բարձրացնող, հայագիտությունը բարձրացակ գիտական աստիճանի բարձրացնող մի հետազոտող։ Այո, նա սովորել էր Մոսկվայում, Լազարյան ճեմարաններ ավարտել, Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը, բայց դա քիչ է։ Խնդիրն այն չէ, թե մարդը որտեղ է ավարտել եւ ինչ է սովորել, այլ թե հետո ինքը ուր է հասնում եւ ինչ սահմաններ է ընդգրկում։ Քերովբե Պատկանյանն այդ բացառիկ անհատներից մեկն էր, Մկրտիչ Էմինի աշակերտը, Մկրտիչ Էմինը Մոսկովյան դպրոցի, հայագիտության Մոսկովյան դպրոցի սկզբնավորողն էր եւ Քերովբե Պատկանյանը եղավ հայագիտության Պետերբուրգյան դպրոցի սկզբնավորողը։ Ազգային հենակետը Քերովբե Պատկանյանի եւ նրա նմանների շատ ամուր էր եւ շատ խորը։ Հին հայերենի մեջ էր։ Նա այդ լեզվի հին հայերենի, կարելի ասել, ամենախոր գիտակներից մեկն էր եւ նրա ուսումնասիրություններն այդ ուղղությամբ էին։ Հայերենի բարբարների մասին է նա գրել։ Հայերենը հետագայում 1879 թվին հայերենը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի զբաղեցած տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում, ապա հայերենի կազմաբանությունը, կառուցվածքը, Քերովբե Պատկանյանը ռուսերեն էր թարգմանել հայ պատմիչներից Սեբեոսին, Մխիթար Այրիվանեցուն, Ովսես Կաղանկատվացու պատմությունը, Թովմա Արծրունու պատմությունը, Խորենացուն վերագրվող աշխարհագրությունը, սրանք բոլորը նա թարգմանել էր ռուսերեն, նրանք ամեն ինչ յուրացնում էին եվրոպական լեզուներով կամ ռուսերեն։ Հիշողություններում ասվում է, որ ինքը Քերովբե Պատկանյանը ռուսախոս էր։ Այդ մարդը մի հանդիպման ժամանակ դիմում է Լազարյան ճեմարանի աշակերտներին, թե լավ սովորեք հայոց լեզուն եւ այլն, եւ ասում են այդ ճառը նա արտասանում էր ռուսաց լեզվով։ Նա տարակուսանքներ է ունեցել, կասկածներ, թե աշխարհաբար լեզուն, այն լեզուն, որով հաղորդակցվում էին, իրենք խոսում էին, ունի արդյոք գրական հեռանկար։ Նրա հորեղբոր որդին Ռափայել Պատկանյանը գրում էր հայրենասիրական բանաստեղծություններ այո աշխարհաբարով եւ ինքը դիմում էր հորեղբոր որդուն Ռափայելին, թե ես չեմ հասկանում, դու ինչու ես այդ լեզվով գրում, այդ լեզուն հեռանկար չունի։ Այս մասին պատմում է Երվանդ Շահազիզը, այս թանգարանը ստեղծողը։
թե այո, մի պահի նա այսպես էր ասում, ինչ որ պահերի նա ասում էր, որ չափազանցված է մեր հին մշակույթի խնդիրը, թե իսկապես մեծ է եւ այլն, բայց սրանք բոլորը գիտության մարդու տարակուսանքներ են։ Նկատի ունենանք, թե ինչով էր զբաղված ինքը, հայոց լեզվի կազմաբանությունը, հայ բարբառներն էր ուսումնասիրում եւ առաջինն էր հնդեվրոպաբաններից հայոց լեզուն հնդեվրոպական լեզուների շրջանում։ Նրա կատարած գործը շատ մեծ էր, նրա գիտելիքները շատ լայն էին եւ նա մասնակից էր Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր լինելով, մասնակից էր համաշխարհային գրականության պատմության ստեղծմանը նշանավոր Կորշի հետ միասին եւ հայ գրականությանը վերաբերող մասերն ինքն էր գրել եւ ցավոք նա ավելի մեծ գործեր էր անելու, եթե ապրեր մի քիչ երկար, 56 տարին, շատ քիչ էր այդ գիտության մարդու համար։ Բայց ասում եմ, նա ստեղծեց հայագիտության պետերբուրգյան դպրոցը, նրա աշակերտն էր Նիկողայոս Մարը, Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին, մի քիչ խոսենք Նիկողայոս Ադոնցի մասին։ Այս մեծ պատմաբանի, այս մեծ հայի մասին մի քիչ խոսենք, որին մեր ժողովուրդը լավ չի ճանաչում կամ ուղղակի չի ճանաչում։ Նա մեր մեծագույն պատմաբանն է, հայոց պատմության մեծագույն հետազոտողը, այո, մինչ օրս կարելի ասել մեթոդի առումով, ոճի եւ խորության առումով մինչ օրս կարելի ասել չգերազանցված։ Ես դարձյալ ուզում եմ ընդգծել ազգային հենակետի հարցը։ Նիկողայոս Ադոնցի ազգային հենակետը նույնպես շատ ամուր էր։ Նա ծնվել է 1871 թվին Բռնակոտ գյուղում եւ նախնական կրթությունն ստացել է Տաթևի վանքում։ Ինչ էր նշանակում վանական կրթությունը։ Խսիրներին չոքած եւ աղոթքներ, շարականներ, սա բուն հենակետն է հայոց հին լեզվով։ Դրանից հետո Ադոնցը սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այսինքն ամրապնդել է իր ազգային հենակետը, որից հետո Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Ռուսական կրթությունն արդեն չէր նշանակում ապազգայնացում նրա եւ նրա նմանների համար, որովհետեւ նախնական կրթությունը ազգային էր որպես հենակետ եւ այդ հենակետը շատ ամուր էր։ Դրանից հետո 94 թվից Ադոնցին մենք տեսնում ենք Պետերբուրգի համալսարանում, այստեղ նա իրավագիտական ֆակուլտետում է, հետո արևելագիտական ֆակուլտետում, նա դեռ փնտրում է, թե ինքը իսկապես ինչով պատմությամբ պետք է զբաղվի լեզվով, թե իրավագիտությամբ, եւ առաջին տարին դիմում դուրս է գալիս համալսարանից, Պետերբուրգի համալսարանից, գնում է Դորպատ։ Դորպատում 1 տարի թե 1 տարուց պակաս մնում է եւ դարձյալ դիմում է հետ գալիս Պետերբուրգի համալսարան։ Համալսարանում ուսանելու տարիներին նա առիթը չի փախցնում Եվրոպա ընկնելու եւ կարդում է ամեն ինչ։ Նա սովորում էր հնագույն լեզուներից սանսկրիտ, հայ հնագույն լեզուն գրաբարը կար, հունարեն եւ այն ինչը որ դասական բանասիրության համար պետք էր, այսինքն նա պատրաստվում էր դասական բանասիրության համար, հայագիտություն դասական բանասիրության մակարդակով։ Ոսկե պատվոգրով ավարտելով նա արդեն այնքան նյութ էր կուտակել, որ զբաղվում է իր մագիստրոսական դիսերտացիայով ու դրա վրա աշխատում է բավական երկար, 1908 թվին, երբ նա 37 տարեկան էր, ներկայացնում է իր մագիստրոսական դիսերտացիան Հայաստանը Հուստինյանոսի դարաշրջանում ռուսաց լեզվով Արմենիա Վեպոխու Յուստինյանը հայտնի գործ։ Նա դրանով դառնում է մագիստրոս, ծավալուն մի աշխատություն, որ վերաբերում է 6-րդ դարին հայոց պատմության,
այն շրջանին, երբ ազգային թագավորությունը վաղուց արդեն չկար եւ Հայաստանը բաժանված էր, դեռ վաղուց արդեն 200-ամյակից ավել բաժանված էր Իրանի եւ Բյուզանդիայի միջև, Հուստինյանոսի դարաշրջան ասում է, բայց նա ցույց է տալիս հայոց պատմության եւ հայոց կեցության ամբողջ տրամաբանությունը, նախարարական կարգը։ Եթե նկատի առնենք, որ նա դավանում էր պահպանողական հոսանքին, իրեն համարում էր ազգային պահպանողական, Ադոնցը գիտեր, թե ինչ էր նշանակում, հետագայում ինքն ասում է այս մասին ազգային պահպանողականություն, այսինքն կրթված ուսուցիչներ ունենալ, կրթված քահանաներ եւ ինքնա կատարելագործվել ներքին տրամաբանությամբ, սեփական ներքին օրենքներով, չմասնակցել օտար ժողովուրդների, այլ ժողովուրդների պատերազմներին եւ հեղափոխություններին։ Դա շատ հասկանալի էր այն ժամանակ։ Այնուհետև Ադոնցի երկրորդ խոշոր աշխատությունը հայ քերականության ուսումնասիրությունն էր։ Դիոնիսոս Թրակացին եւ նրա հայ մեկնիչները, արվեստ Դիոնիսիա քերականի եւ հայ մեկնություն նորին։ Ռուսերեն էր այս աշխատությունը իր առաջաբանով ծանոթագրություններով, այստեղ բերված էին Դիոնիսոս Թրակացու քերականության մեկնությունները, սկսած ուրեմն Մովսես Քերթողից, Դավթից, որը կարծես թե կասկածվում է, կարծես թե դա Դավիթ անհախտն է, պատմության մեջ մեր հանրագիտարաններում ասվում է Դավիթ քերական, Անանունից, Ստեփանոս Սյունեսուց, Համամարևելցուց, այսպես մինչև Գրիգոր Մագիստրոս եւ այլն։ Այսինքն Ադոնցը դրանով կարգավորեց հայոց լեզվի քերականությունը, մեզ ցույց տվեց, թե ինչ հիմքի վրա է մշակվել հայերենի քերականությունը եւ այս աշխատությունը մինչ օրս դասական է, հայագիտության խնդիրներով զբաղվող ամեն ոք դիմում է Ադոնցի աշխատություններին, առանց սրանց ոչ մի քայլ։ 1920 թվականին Ադոնցը դիմեց Պետերբուրգի համալսարանի ղեկավարությանը գործողելու իրեն Եվրոպա գիտական նպատակներով։ Որոշ ժամանակ անց համալսարանի ղեկավարությունը ձևակերպեց ուրեմն այդ գործողումը, բայց երբ գործողումը ձևակերպեցին ու փնտրեցին Ադոնցին, չգտան։ Մինչ գործողումը ձևակերպելը նա արդեն գնացել էր։ Եվ գնացել էր ոչ քաղաքական պատճառներով։ Նրա գնալու պատճառները անձնական էին, հույժ անձնական, մի զգացմունք, որ իր համար շատ թանկ էր եւ նա այդ զգացմունքի ետևից գնաց։ Այո, հետագայում նրան համարեցին քաղաքական վտարանդի մեր իրականության մեջ եւ հայագիտությամբ զբաղվող որոշ գիտնական այրեր պարտք համարեցին իրենց Ադոնցին անվանելու վատ պատմաբան։ Մարդիկ, որոնք պատմաբանել չէին, պարտք էին համարում, այսպես ասած, քննադատաբար մոտենալու վտարանդի գիտնականին, բայց նա քաղաքական վտարանդի չէր։ Անձնական էին նրա պատճառները, դա բոլորին հայտնի է։ Նրա հետագա գործունեությունը Բրյուսելի համալսարանում է, աշխատությունները հիմնականում ֆրանսերեն, բայց նա կապված էր հայ միջավայրի հետ ամեն ինչով եւ գրեց հոդվածներ, դրանք հրապարակված են մի ժողովածուի մեջ, հայագիտական ուսումնասիրություններ, բարեբախտաբար Ադոնցի հատորները 3 հատոր առայժմ հրատարակված է եւ այդ ժողովածուն նույնպես կա, դրա հրատարակողը, կազմողը պատմաբան Պետրոս Հովհաննիսյանն է, դրա համար շնորհակալ ենք։ Ադոնցի վերջին աշխատությունը, որը կիսատ մնաց, Հայաստանի պատմությունն էր։ Նա ծրագրել էր գրել Հայաստանի ամբողջական պատմությունը սկսած հնագույն ժամանակներից եւ կարողացավ ավարտել միայն առաջին գիրքը,
որը վերաբերում է այսպես կոչված ուրարտական շրջանին։ Նա ուրարտական շրջանը համարում էր հայոց պատմության սկիզբը և անբաժանելի մասը։ Իհարկե տեսակետներ կան, որ այսօր մերժված են թե հնացած, ասենք հայերի տեղաբնիկ լինելու հարցը, թե եկվոր լինելու հարցը, որը ինչպես գիտենք, ասենք Մանանդյանի աշխատություններում այլ կերպ է դրված, վիճելի եւ այլն։ Այն ժամանակ, երբ Ադոնցը գրում էր այս աշխատությունը, շատ փաստեր դեռ հայտնաբերված չէին, բայց այն փաստական նյութը, որի հիման վրա ինքն է գրել, հսկայական է։ Նա չկարողացավ սա ավարտել։ Ադոնցը վախճանվեց 1942 թվին 71 տարեկան հասակում։ Այսօր հայագիտությամբ զբաղվողներս չենք կարող որևէ քայլ անել առանց Ադոնցին դիմելու։ Հայագիտության զուգահեռ և հետագա շրջանը կապվում է այլ անունների հետ, հզոր անունների հետ, ինչպես Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը։ Աբեղյանն ամբողջությամբ իրենում կրում էր Հայաստանը, ամբողջությամբ։ Չկա բնագավառ, որ Աբեղյանն ուսումնասիրած չլինի, դա կարող է լինել լեզուն, հայերենի քերականությունը, ժողովրդական բանահյուսությունը, գուսանական երգերը, խաղիկները և այլն, և վերջապես հայ հին գրականության պատմությունը մեծ հատորներով, մի մարդ, որ իրենում տեղավորում էր հոգևոր Հայաստանը իր խորքով ու լայնքով։ Ծնվել է 1865 թվին, վախճանվել 1944-ին, և նրա ուսանողները մեր համալսարանում մոտավոր անցյալում դեռ նրան հիշում են, հայրս նրա ուսանողն է եղել և ասում էր դա հայագիտության հանրագիտարանն էր Աբեղյանը, ամեն հարցի պատասխան սպասում էինք նրանից։ Իսկ Մանանդյանը դարձյալ եվրոպական կրթությամբ և իր ազգային հենակետով Ենայի համալսարանում էր կրթվել նաև Աբեղյանը, բազում հարցերով էր զբաղված և դարձյալ մեր դասականն է հայագիտության, հոգևոր հայրենիքը կառուցողը, հոգևոր հայրենիքի կրողը։ Լեզվաբանությանը եթե նայենք, հունաբան դպրոցն է ուսումնասիրել, հրատարակել Թեոն Ալեքսանդրացու ճարտասանությունը, հայ շինականության մասին, Հայաստանի ճանապարհները, ֆեոդալիզմը Հայաստանում և այլն։ Եվ նրա գլուխգործոցը քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, որ անավարտ է։ Համենայն դեպս այն շրջանները, որ Մանանդյանն ավարտել է, շատ բան են ասում մեզ, որովհետև նա աղբյուրներն է քննում։ Մեկ առ մեկ դիմում է աղբյուրներին, թե որտեղ ինչ է ասված, և մենք, եթե ուզում ենք բուն աղբյուրներով ծանոթանալ հայոց պատմությանը կամ ճիշտ ճանաչել, մենք պետք է անպայման Մանանդյանի քննական տեսությունը թերթենք։ Ես ուզում եմ հիշել Վլադիմիրի բանտից ուղարկված նամակներից մեկում Նժդեհն ասում է. կարող եք ինձ ուղարկել Հակոբ Մանանդյանի նոր գիրքը քննական տեսություն հայ ժողովրդի պատմության։ Սա այն Նժդեհն էր, որ ասում էր ինձ թաղեք Հայկազյան բառարանի հետ միասին, որովհետև Հայկազյան բառարանը, հայության հանրագիտարանը Հայաստանն էր ամբողջությամբ, և այդ Հայաստանը Նժդեհը կրում էր իր մեջ, և բանտում անգամ, երբ գիտեր, որ հույս չկա ազատվելու, և գիտեր իրեն ինչ է սպասում, այս վիճակում անգամ Նժդեհն ասում էր ուղարկեք ինձ Մանանդյանի աշխատությունը։